Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Երևան եւ Բաքու Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսի այցից հետո շատ սկսեցին խոսել անվտանգային թեմաներից, բայց ամերիկացի պաշտոնյայի պայմանավորվածությունները եւ այստեղ եւ Ադրբեջանում կարծում եմ հիմնականում վերաբերում էին տնտեսությանը։ Հայաստանը ստացել է աննախադեպ մի քանի միլիարդ դոլար ներդրում կատարելու խոստումներ, պայմանավորվածություններ, որոնք կարող են փոխել մեր երկիրը։ Այսօր պատրաստվում ենք խոսել այս թեմայից։ Մեր հյուրն է տնտեսագետ Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասֆանյանը, բարև ձեզ, պարոն Ֆանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ֆանյան, եկեք նախ եւ առաջ հասկանանք թվերը։ Այստեղ Երևանում Վենսը մի քանի թիվ հնչեցրեց, օրինակ, միջուկային ծրագրի հետ կապված նա խոսեց 5 միլիարդից 5 միլիարդի կարծես տեխնոլոգիաներ պետք է արտահանվեն Հայաստան, այնուհետև 4 միլիարդ գնահատեց կարծես վառելիքը, միջուկային վառելիքը, հայտնի է, որ Firebird ընկերությունը, որը իրականացնելու է արհեստական բանականության, այսպես կենտրոնի ծրագիրը 4 միլիարդ ներդրումների մասին է խոսում, կառավարությունը TRIP-ի հետ կապված ներդրումները գնահատում է կարծես 200 միլիոն, եթե փորձենք ընդհանրացնել, բայց նաև հասկանանք թվերը, ինչի մասին է խոսքը, որքան ներդրումներ կստանա Հայաստանը։ Իրականում աննախադեպ թվերի մասին է խոսք գնում, մինչ այս որպես առանձին պրոյեկտ, ամենամեծ ներդրումը ունեցել է օդանավակայանը, որը տարբեր գնահատականներով գնահատում է 500-600 միլիոն դոլար, իսկ մենք այս բանին խոսում ենք արդեն մի քանի միլիարդների մասին, նույնիսկ 9 միլիարդի, եթե գումարենք 5 միլիարդը ատոմակայանի տեխնոլոգիական մասը ռեակտորների եւ եւս 4 միլիարդը Nvidia-ի չիպերով Firebird-ի կողմից կառուցվող գործարանին է։ Ես հատկապես զարմացած եմ հաճելիորեն Firebird-ի հետ կապված ներդրումային պլաններից։ Եկեք ընդունենք, որ 4 միլիարդ դոլար AI գործարանի կառուցման համար նախ առաջինը դա պարզ է, որ չի կարա տեղական ներդրումներով լինի, ակնհայտ է, որ ամերիկյան կողմից ներդրումներ կլինեն, ես ենթադրում եմ այդտեղ կներգրավեն նաև խոշոր ներդրումային ֆոնդերը եւ կառավարումը ըստ էության կիրականացնի Firebird ընկերությունը։ Սա մի կողմից շատ զարմանալի է եւ եթե անկեղծ լինեմ, ես մի փոքր նաև թերահավատորեն եմ վերաբերում այն ժամանակացույցին, որը նշվում է մինչեւ 2026 թվականի տարեվերջ։ Ինչու՞։ Անգլերեն մի այսպիսի բառ արտահայտություն կա, կոչվում է too good to be true, շատ լավ է, որպեսզի իրական լինի։ Դժվար է պատկերացնել, որ այդ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի այդպիսի պրոյեկտ իրականացնել Firebird-ի մասին։ Firebird-ի մասին։ Ինչու է դժվար։ Սկսած տեխնոլոգիական այդ ենթակառուցվածքները, հարցը ստեղ միայն չիպերը չեն, որ ֆիզիկապես պետք է գան եւ տեղադրվեն։ Այլ նաեւ հարակից ենթակառուցվածքները։ Դա ենթադրում է խոշոր էներգետիկ ենթակառուցվածքների առկայություն, դա ենթադրում է մալուխային ցանցի առկայություն, որ այդ հաշվարկային հզորությունները աշխատեն։ Ինտերնետ որպես։ Այո, որպես ինտերնետային մալուխների մասին է խոսքը գնում։ Ես ինտերնետային մալուխների մասով վստահ չեմ, որ մենք այդ հզորությունները ունենք։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սպառմանը, շատ նախնական հաշվարկները ցույց է տալի, որ այդ 41000, այսինքն գումարած 6000, որ նախնական պայմանավորվածություններն այդ GPU-ները, շահագործելու համար պահանջվելու է շուրջ 800 միլիոն կիլովատ-ժամ եւ ավել։ Հայաստան ունի նման հզորություններ։ Դա մոտավորապես մեր արտադրության, եթե ընդունենք 10 միլիարդ կիլովատ-ժամի մասին է Հայաստանը։ 10% մոտավորապես 10%, սա իրականում շոշափելի է։ Մենք ունենք այդ հզորությունները, որովհետև նույն Հրազդանի 5-րդ բլոկը չի շահագործվում կամ շատ թեր ծանրաբեռնվածություն ունի եւ հնարավոր է դնել, բայց այդտեղ գիտենք, որ ինքնարժեքն է բավականին բարձր։ Էլեկտրաէներգիայի։ Պարոն Ֆանյան, վերադառնանք ներդրումներին։ Դուք ասում եք, որ ամերիկյան կողմը խոսում է 9 միլիարդ ներդրումների մասին, գուցե TRIP-ը չհաշված։ Գուցե TRIP-ը չհաշված։ Այո, 5 միլիարդ ատոմակայանի ուղղությամբ, 4 միլիարդ Firebird-ի ծրագրի հետ կապված TRIP-ի ներդրումները որքան են գնահատվում։ Գիտեք, տարբեր մոտեցումներ կան, ես նախկինում առիթներ ունեցել եմ ասելու, որ USAID-ի նախնական գնահատումներով այդ թիվը կազմում էր շուրջ մեղրի հատվածում 300, հիմա արդեն կարող ենք խոսել 350
միլիոն դոլարի մասին, սա միայն երկաթուղուն էր վերաբերում։ Եթե դրան ավելացնենք նաև ավտոճանապարհի առկայությունը, որը պետք է լինի եւս 42-43 կիլոմետր, եւ նաև հաշվի առնելով այն պահանջները եւ թողունակությունը, որը պետք է ունենա, մեր նախնական գնահատմամբ այդ ընդհանուր ներդրումները այդ ենթակառուցվածքային կհասնեն շուրջ 600 միլիոն դոլարի։ Այսինքն, եթե նախատեսում 500-600 միլիոն դոլար, 500-600 միլիոն, այսինքն կարող ենք ասել, որ առաջիկա 10 տարվա կտրված, ինչու եմ այդ թիվը նշում, որովհետև կարծես այդքան ժամանակահատված կպահանջի նոր ատոմական կառուցելու համար։ Հայաստանին սպասում են մոտավորապես 9.5 միլիարդ դոլարի ներդրումներ, եւ եթե փորձենք դարձյալ թվերի մասին խոսել, այս թվերը երբ որ սկսեն աշխատել, այս ներդրումները երբ որ սկսեն աշխատել, Հայաստանի տնտեսական աճի վրա ինչ ազդեցություն կունենան թվային տեսքով։ Եկեք ավելի կարճ հեռանկարի մասին խոսենք, նույն Firebird-ի նախագծի մասին, որը նախատեսվում է 2026 թվականին ունենալ այդ ամենը, հաշվի առնելով ներկայիս հնայի մեծությունը ինչքան է կազմում, այդ 4 միլիարդ ներդրումը, որը պետք է լինի հիմնական միջոցների համախառն կուտակում, սա ենթադրում է, որ երկրգնակի ներողություն, երկնիշ տնտեսական աճ կապահովի։ Միայն, որովհետև երբ որ կներեք ընդհատելու համար, երբ որ Firebird-ի արհեստական բանականության այդ կենտրոնը, որը պետք է անպային ծառայություններ մատուցի, չէ, ես ուզում եմ շեշտեմ, խոսքը անպային ծառայություններ դեռ մատուցելու մասին չի։ Նույնիսկ երբ որ այդ գործանը կառուցվի առանց որևէ ծառայություն մատուցելու, դեռ չի սկսել աշխատել։ Հնայի, այսպես ասած, բաղադրիչներից մեկը դա հիմնական միջոցների համախառն կուտակումն է։ Եվ այդ հիմնական միջոցների համախառն կուտակումը ինքնին կապահովի շատ մեծ տնտեսական աճ։ երկնիշ։ Այո, երկնիշ տնտեսական աճ։ Եվ ներողություն, եթե կարելի է շարունակեմ, եւ հետագայում, երբ որ սկսի արդեն ծառայություններ մատուցել, մենք այս դեպքում կունենանք արդեն ծառայությունների արտահանում, որը եւս կշարունակի նպաստել մեր տնտեսական աճին ամեն տարի։ Ծառայություններ մատուցելու փուլի մեկնարկից հետո էլ է ակնկալում երկնիշ տնտեսական աճ։ Միայն դրա նպաստումով ոչ, միայն, այսինքն նկատի ունեմ դժվար է այս բան հաշվարկներ չկա, բայց ծառայությունների մատուցման արդյունքում մենք չենք ունենա այդպիսի տնտեսական արդյունք։ Սոսկ ծառայություններ, բայց միևնույնն է 5-6%, որը նկատում ենք նախորդ տարիներին, ավելի բարձր կլինի։ Ավելին, մեր տնտեսական աճի պոտենցիալը, որ հիմա գնահատվում է շուրջ 5.5%, ենթադրաբար ավելի մեծ կկազմի։ Կարող եք թվեր նշել։ Այս բան հաշվարկներ չունենք, կդժվարանամ նշել։ Եկեք խոսենք որակական կողմից։ Ներդրումներ են կատարվում մի ոլորտներում, միջուկային, խաղաղ միջուկային, այսպես ծրագրեր, արհեստական բանականություն, որոնք շատ կարևոր են բոլոր տնտեսությունների համար, բայց նաև բնականաբար Հայաստանի պարագայում։ Ինչ եք կարծում, այս ոլորտներում նման ծավալի ներդրումները կարող են որակական ազդեցություն թողնել Հայաստանի տնտեսության վրա, Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային առումով որոշակի փոփոխությունների ենթարկվի, որակական առումով փոփոխությունների ենթարկվի, մենք չլինենք սոսկ հանքանյութեր արտահանող երկիր։ Տարբեր գիտությունների կողմից օգտագործում է այսպիսի մի տերմին, կոչվում է գրավիտացիոն էֆեկտ։ Մենք տնտեսագետներս եւս օգտագործում ենք այդ էֆեկտը, ինչը իրանից ներկայացնում այդպիսի խոշոր հաշվողական հզորությունների տեղակայումը Հայաստանում ինքնին ենթադրում է հետաքրքրություն այլ խոշոր խաղացողների կողմից եւ նաեւ երկրի վարկանիշը որպես ՏՏ այսպես ասած կենտրոն մենք բավականին լուրջ վարկանիշի, ասենց ասեմ, մենք կարգով մեր դերը այսօր էլ Հայաստանը բավականին լուրջ տեղեկատվական ծառայությունների արտահանում ունի ամբողջ աշխարհով մեկ։ Ես այստեղ կարճ ընդհատեմ, հիշեցնեմ, որ ըստ Firebird-ի հաղորդագրության, երբ որ այդ ծրագիրը իրականություն դառնա, Հայաստանը կդառնա 5 առաջատար երկրներից մեկը, որտեղ նման կենտրոններ կան աշխարհում։ Այո, սա անմիջապես մեր կարգը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում մեր կարգը մի կարգ բարձրացնում է, հա։ Մենք ավելի խոշոր խաղացող ենք դառնալու եւ այսպիսի ներդրումների շնորհիվ Հայաստանը դառնալու է գրավիչ նաեւ այլ ներդրողների համար, նույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից եւ ոչ միայն։
Հենց այս գրավիտացիոն էֆեկտի մասին է ես ուզում խոսել, որը աստիճանաբար Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների կհանգեցնի։ Միևնույն ժամանակ ես չեմ ուզում, որ արհեստականորեն շատ մեծ սպասումներ ձևավորվեն այս նախագծերից։ Նույն եթե խոսքը գնում է AI գործարանի կառուցման մասին, որը արդեն 47000, հաշվողական GPU-ներ կունենա, զբաղվածությունը այս կառույցները որպես կանոն շատ սահմանափակ է լինելու։ Սկզբնական շրջանում որոշակի աշխատուժ կլինի, որը կառուցմամբ կզբաղվի այդ շինությունների, որտեղ պետք է տեղեկայվեն այդ հաշվական հզորությունները եւ ոչ միայն, բայց շահագործման փուլում աշխատակիցների քանակը շատ սահմանափակ է լինելու։ Բացի այդ, այս ծառայությունները, որ մենք ունենալու ենք, ինքը հիմնականում արտահանում է լինելու, որը ավելացված արժեքի հարկից ազատված է։ Նաև քանի որ շատ մեծ ներդրումներ են եւ բավականին դուրջ ամորտիզացիա է լինելու, շահութարկ առաջի տարիներին 0 է լինելու, այսինքն շահութարկ որպես այդպեսին չեն վճարելու։ Ես տեսնում եմ, որ շատ մեծ տեմպերով կաճի հնան արտահանման հաշվին, նաև հիմնական միջոցների համախառն կապիտալի հաշվին, բայց եթե փորձենք դա բերել գետնի վրա, հասկանալ, թե կոնկրետ, օրինակ պետական բյուջեի եկամուտները ինչքանով կբարելավեն, ինքը շատ մարջինալ էֆեկտ է ունենալու մեր պետական բյուջեի եկամուտների վրա առաջիկա տարիներին։ Կա նաև հետևյալ հարցը, պարոն Ֆանյան, նման կարգի ներդրումները, նման ոլորտում ներդրումները նպաստում են, որպեսզի Հայաստանը փոքր-ինչ ավելի, այսպես ասենք, ինտեգրվի արևմտյան զարգացած տնտեսական համակարգ եւ արևմտյան ներդրողները, ընկերությունները այլ աչքով հավանաբար կսկսեն նայել Հայաստանին, Հայաստանը միջազգային տնտեսական քարտեզում հավանաբար այլ տեղ կզբաղեցնի։ Դուք այս առումով ինչ հեռանկար եք տեսնում։ Ես հենց այդ գրավիտացիոն էֆեկտի մասին եմ խոսում, որ Հայաստանը կդառնա որոշակիորեն գրավիչ, գրավչությունը կբարձրանա, բայց եթե կարելի է նախորդ հարցը մի փոքր շարունակեմ, ես խոսեցի առաջնային էֆեկտի մասին, որը շատ էական չի լինի, բայց եթե օրինակ նույն պետք է էլեկտրաէներգիա արտադրեն եւ մատակարարեն, բնականաբար երկրորդային էֆեկտով էլեկտրաէներգիա արտադրողները եւ այլն իրանք գեներացնելու են լրացուցիչ հարկեր եւ վճարելու են պետական բյուջե։ Այդ մասով մենք արդյունքներ ունենալու ենք երկրորդային էֆեկտների մասով։ Ինչ վերաբերում է ձեր նշած հարցին, բնականաբար Հայաստանի դիրքը որոշակիորեն կբարելավի, մենք արդեն տեսնում ենք, որ Bloomberg-ն է հրապարակումներ անում, մենք տեսնում ենք նաեւ հետաքրքրություն փոխվում է երկրի։ Փոխվում է, այո, երկրի իմիջը, թվում նաեւ մեր պետական պարտատոմսերի, եվրոբոնդերի եկամտաբերությունը նվազում է, որտեղ ռիսկայնությունը ընկնում է եւ այս ամեն ինչը, եթե մի պարզ բառով նկարագրելու լինենք, կոչվում է խաղաղության դիվիդենդներ։ Մենք խոսում ենք դա խաղաղության դիվիդենդների առանձին դրվագների մասին։ Խոսենք տնտեսական աճից 2025 թվականի համար ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է թիվ տնտեսական ակտիվության ցուցանիշ 9.2%, որը ըստ կառավարության գնահատականների մոտավորապես կդառնա 6% տնտեսական աճ։ Ես հիշում եմ, որ 2024 թվականին այդ աճը 5.9% էր եւ այս տարի 2026 թվականի համար կառավարությունը նախատեսել է 5.4% տնտեսական աճ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մոտավորապես 5-6, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, պոտենցիալը գնահատվում է 5.5%։ Այս 5.5%-ը, այս 5-6%-ը մեզ դարձյալ, կարծես վերադառնում ենք նույն հարցին, մենք առաջիկա տարիներին, քանի դեռ այս խոշոր մեգապրոյեկտները չեն սկսել աշխատել, մենք ունենալու ենք նման կարգի տնտեսական աճ։ Նշեմ, որ 2026 թվականին նախատեսվում է էագործանի շահագործումը, անկախ նրանից ես դրան թերահավատորեն եմ մոտենում, թե չէ։ Եվ սա այսպիսի ներդրումները հնայի պոտենցիալը էականորեն մեծացնում են եւ մենք ավելի բարձր տնտեսական աճ ենք ունենալու։ Այդ թվում 2025 թվականի համար իմ սպասումները ավելի բարձր են, քան թե 6%-ը, եւ ես ուզում եմ շեշտել, որ նաեւ կային միջազգային ֆինանսական կառույցների կողմից կանխատեսումներ եւ բոլոր կանխատեսումներից ըստ էության այս տնտեսական աճը ավելի բարձր կլինի, քան թե ակնկալում են եւ տեղական ֆինանսների նախարարությունը եւ նաեւ միջազգային գործընկերները, ինչի վրա կա որոշակիորեն ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը, բայց այդ ազդեցությունը գնալով նվազում է։ Դուք դրական Հայաստանի պարագայում դրական ազդեցության մասին եք խոսում։
հաջորդ հանգամանքին անդրադառնանք, որը կարող է նպաստել տնտեսական աճին, եթե 2026 թվականին, 27 թվականին բացվում է հայ-թուրքական սահմանը, բացվում է հայ-ադրբեջանական սահմանը եւ մենք սկսում ենք առևտուր անել մեր երկու հարևանների հետ, սա ինչ ազդեցություն կունենա դարձյալ տնտեսական աճի վրա, ես թվերի մասին եմ խոսում, այդ 5 ու 6%-ից ինչքանով կկարողանանք կտրվել եւ առաջ գնալ։ Ես ուզում եմ շեշտել, որ սահմանների բացումը միայն փոխադարձ երկու երկրների միջև առևտրի մասին չի խոսք գնում, այլ նաև հնարավորություն հայկական արտադրողների համար ապրանքները արտանել այլ երկրներ եւ նաև Ադրբեջան եւ Թուրքիայի տարածքով ավելի մատչելի ձևով ապրանքներ ներկրել Հայաստան, ինչը մեր երկրում բարեկեցությունը ավելացնում է եւ դիվերսիֆիկացիան։ Եվ դիվերսիֆիկացնում է, մասնավորապես, եթե մենք խոսում ենք տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, առանց հայ-թուրքական սահմանի մասին դժվար է պատկերացնել արդյունավետ դիվերսիֆիկացիայի մասին, որովհետև մենք գործ ունենք բավական շոշափելի տրանսպորտային ծախսերի հետ, որը մեր ապրանքները առանցայնել քիչ մրցունակ, պոտենցիալ շուկաներում ավելի մրցունակության վրա բացաբար անդրադառնում է տրանսպորտային ծախսերը։ Ես կդժվարանամ թվային գնահատական տալ, թե կոնկրետ տնտեսական աճին ինչ նպաստում կլինի, բայց մենք տեսնում ենք պոտենցիալ ինչպես հայ-թուրքական հնարավոր առևտրի մասով, հայկական մասով ավելի սահմանափակ ապրանքների հետ մենք գործ ունենք։ Հնարավոր է ամենաիրատեսական էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա։ Եթե բնականաբար մեր Firebird-ի պահանջարկը հնարավոր լինի բավարարել, մենք ունենք այդ կարողությունները արտահանելու, սա պոտենցիալ գաղափար է։ Մենք Ադրբեջանի հետ ունենք որոշակի օրինակ ներկրելու ալյումինի հումք, որով հնարավոր կլինի փայլատի տեղ պատրաստել եւ արտահանել։ Մենք այսօր իսկ ներմուծում ենք Ադրբեջանից բենզին, դիզվառելիք, որը ավելի մատչելի է եւ այն տնտեսական բարեկեցության տեսանկյունից, երբ որ մենք քննայողություն ենք անում, այդ խնայված գումարով կարող ենք այլ ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել եւ ընդհանուր երկրի բարեկեցությունը դրանով ավելանում է։ Պարոն Ֆանյան, թերևս վերջին հարցը մեկ շաբաթ առաջ այստեղ էր էկոնոմիկայի նախարարը, նա հայ-թուրքական եթե սահմանները բացվեն կամ երբ որ սահմանները բացվեն, հայ-թուրքական առևտուրը տարեկան գնահատեց մոտավորապես $700-750 միլիոն, նույնքանն էլ մոտավորապես Ադրբեջանի պարագայում, եթե չեմ սխալվում, ձեր ղեկավարած կենտրոնը ժամանակ առաջ նման հետազոտություններ արել, դուք ինչ թվեր, ինչ պատկերացումներ ունեք։ Մենք արել ենք հետազոտություն հայ-ադրբեջանական առևտրի վերաբերյալ, ես այս պահին կոնկրետ թվերը չեմ հիշում, եթե անկեղծ լինեմ, բայց բնականաբար այդ պոտենցիալը բավականին շոշափելի է։ Այլ բան է, որ դեռ մենք այս պահին չենք տեսնում հայկական ապրանքների արտահանում Ադրբեջան, կար նախնական խոսակցություն նույն էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների խոսքերից խոսքը գնում էր ծաղիկների մասին, խոսքը գնում էր նույնիսկ հայկական կոնյակի մասին, բայց կարծես թե սովորությամբ դեռևս քայլեր չկան, ես հուսով եմ, որ 2026 թվականի ընթացքում մենք նաև կտեսնենք հակառակ ուղղությամբ ապրանքների մատակարարում։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք տնտեսագետ Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասֆանյանին, կհանդիպենք։